Տիրոջը, որ այս առիթը ինձ ընձեռեց միջինքի ընթացքում մի փոքրիկ խորհրդածություն կիսել ձեզ հետ, որովհետև ամեն անգամ այնինչ որ կատարվում է Աստծով է կատարվում եւ Աստված է մեր Տերն ու Փրկիչը եւ ինքն է որ մեզ ուղղորդում է իր ճանապարհներով, ինչպես որ Տեր Հայրը հրաշալիորեն ասաց, անշուշտ շնորհակալությունս մեր Սրբազան Հորը, որ ասաց ավելի լավ է եկեղեցում խոսիր, քան թե սրահում, որի համար շատ շնորհակալ եմ, անշուշտ մեր սիրելի Ալիսին, որ արդեն երկրորդ տարին է ինչ միջինքներին, երբ որ հավաք է լինում, հրավիրում է ինձ, որ մի փոքրիկ խորհրդածություն անեմ մեծ պահոց շրջանի մասին, վստահ եմ բոլորս գիտենք ու հասկանում ենք, որ հասել ենք Պաքի կեսին, միջինքին, բայց մինչև միջինքի մասին մի փոքրիկ անդրադարձ ունենալ, ուզում եմ Պաքի մասին մի քիչ խոսել, վստահ եմ Պաքի մասին բազում բացատրություններ գիտենք, լսել ենք, ընթերցել ենք, այս ընթացքում էլ շատ կարդացինք, բայց բառն ինքնին հետաքրքիր է, որովհետև եթե ուշադրություն դարձնեք, մեր հայրերը պատահական ոչինչ չեն արել։ Օրինակ անգլերենով ասում են lent կամ lantern, որ նշանակում է լատիներենից եկել, նշանակում է ուղղակի գարուն, որ հրաշալի է, հասկանում ենք ինչու են ասել։ Բայց մեր հայրերը մեկ այլ միտք են դրել, ասում են պահք, եւ բնականաբար բառն ինքնին գալիս է պահել, հետ պահելուց, ինչից մեզ հետ փորձեց պահել Աստված, անհնազանդությունից, կասկածից, վախից, անվստահությունից դեպի իր խոսքը, որովհետև երբ որ չարը Ադամին ու Եվային փորձեց հենց դրանով, ոչ թե զուտ պտուղով, այլ ասելով, որ միգուցե Աստված այնքան էլ ճիշտ չէր, կասկած մտցրեց Աստծու մեջ, անհնազանդություն մտցրեց մարդկանց մեջ դեպի Աստված, եւ վերջո սա էր պատճառը, որ մենք անկում ապրեցինք։ Եթե պահքը պահեին, պահքը կլիներ այդ աներևույթ ձեռքը, որ չէր թույլ տա, որպեսզի Ադամն ու Եվան այդ պտուղը ուտեին, այսինքն կասկածեին Աստծուն եւ ի վերջո նաեւ մահը ժառանգեին։ Այսօր էլ այդ է, հաճախ պահքը մեր ձեռքը պահում է, որպեսզի մենք փորձության մեջ չընկնենք եւ հանկարծ չկասկածենք Աստծու մեծությանն ու Աստծու ողորմությանը։ Երեք հարցեր կան, որոնք հաճախ են ինձ տալիս մանավանդ աղանները, բողոքականները, որ ուզենք թե չուզենք այսօր այդ երկրում ենք ապրում, Միացյալ Նահանգներում, եւ այս հարցերը հետեւյալն են, վստահ եմ շատերին են տվել, թե օրինակ ինչու պահք պահել, այսօր չէ որ ասում է եկեղեցին է այս ավանդույթը առաջ քաշել, բայց պահքը կարևոր չէ։ Մինչ այդ մեր եկեղեցու հայրերն ասում են պահքը Աստծո տված առաջին ու ամենակարևոր պատվիրանն էր, որ ինչպես որ ասացի, եթե մարդը պահեր, անպայման մահը չէր ճաշակել։ Ուրեմն առաջին ու ամենակարևոր պատվիրանը, որ Աստված տվեց մարդուն, դա պահքն էր, ասելով չուտես, այսինչ բանից հետ պահիր քեզ։ Երկրորդը հաճախ ասում են, որ այն, ինչ որ մենք ունենք եկեղեցում, սա եկեղեցականների մցրած նորարարությունն է։ Մինչդեռ Սուրբ Ասեղ մեծը, մեծ հայրապետը 4 դարի ասում է, պահքը այնքան հին է, որքան մարդն ինքնին։ Մարդու հետ է պահքը եւ միջև ինչքան որ մարդը կա, այնքան էլ պահքը կա, որովհետեւ ասում է հասակակից է մարդկությանը։ Եվ երրորդ ասում են պահքը ըստ քո ցանկության է, կուզես կպահես, կուզես չես պահի եւ այստեղ մենք հիշում ենք մեր Տիրոջը, որ ոչ միայն 40 օր ինքը պահք պահեց, այլ Մատթեոս 6-րդ գլխում ասած երբ պահք պահեք, այսպես եղեք։ Չասած եթե պահք պահեք եւ նույն աղոթքին էր վերաբերում, չասած եթե աղոթեք, այլ ասած երբ աղոթեք։ Ուրեմն պահքը ոչ թե մեր ցանկության համար է, այլ պահքը ինքը պարտադիր նախապայման է մեզանից յուրաքանչյուրից, որ կարողանանք իրապես պահել այն եւ ի վերջո նաեւ վերականգնել այն, ինչ որ կորցրել են։ Հետաքրքիր է նաեւ, որ Մատթեոս 17-ի մեջ, երբ որ այլակերպության լեռից իջան առաքյալները Քրիստոսի հետ եւ հիշում ենք այս ահարի դեպքը, երբ որ առաքյալները չկարողացան բժշկել երեխային ու Քրիստոս բժշկեց ու զարմացած հարցրեցին, թե ինչու չկարողացանք պահել կամ բժշկել, Քրիստոս մի հրաշալի միտք ասաց, որ հայոց ձեռագրերում, հայոց Աստվածաշունչ մատյանում կա, անգլերենում ցավոք դուրս են հանել, որ հետեւյալն է, նման դևերը կամ դժվարություններն ու փորձությունները դուրս են գալիս միայն աղոթքով եւ պահքով։ Այլ խոսով, պահքն ինքնին այն հզոր զենքն է, առանց որի շատ հաճախ դժվար խնդիրներ անկարելի է լուծել։ Ու հա թե ինչու մեր եկեղեցու հայրերն ասում են, որ պահքը հայելի է, հոգու հայելի է, եւ մեզանից յուրաքանչյուրը վստահ եմ առավոտյան մի պահ իրեն հայելում նայեց, տեսավ թե ինչ է խնդիրը, եթե կան իրեն շտկեց, որպեսզի դուրս գա մարդկանց մեջ,
Պակ այդ նույն հոգևոր հայելին է, բայց ցավոք սրտի մենք ամեն օր այդ հնարավորությունը չունենք մեր հոգին դիտելու, տեսնելու թե մեր հոգին ինչպիսի վիճակում է, եւ պակը այն լավագույն առիթն է, որ մի պակ կանգ առնենք, պակի միջոցով, հայելու միջոցով մեր հոգիները տեսնենք, ու եթե կան դժվարություններ ու խնդիրներ, որ բնականաբար պիտի լինեն, որովհետեւ մեղանչական մարդ ենք, ապա այնպայման այդ խնդիրներն լուծենք պակի միջոցով։ Պակը նաև եկեղեցու մեր սրբերն ասում են ընտանիքի ամրության հիմքն է։ Եվ եթե ընտանիքը պակ է պահում, ուրեմն այդ ընտանիքը ամուր է, որովհետև հաճախ այն, ինչ որ կատարում է պակ ընտանիքի ամրության համար, չի կատարում ոչինչ։ Եվ սա նկատի ունեմ նաև ոչ միայն ընտանիքի, այլ նաև եկեղեցու, որ մեծ ընտանիք է, եւ ինչու՞ չէ նաև ազգի, որը նույնպես ընտանիք է, եւ այն ազգերն, ովքեր որ պակ են պահում եւ գիտեն պակի արժեքը, ամուր են եւ անխոցելի։ Նաև շատ կարևոր միտք կա, որ հայրերն ասում են, որ պակը բժշկության համար է ոչ միայն հոգու, այլ նաև մարմնի։ Եվ դրա համար երբեմն իրապես մենք տեսնում ենք, որ պակով մարդիկ բժշկում են, երբ որ բժիշկն ասում է պակ պահի։ Բայց արի ու տես, որ երբ որ իրապես եկեղեցին է ասում պակ պահենք, մեզանից շատերը կամ մեր բարեկամներից ու հարազատներից փորձում են հետ խրճել ասելով, որ դժվար է։ Սրբերն ասում են, որն է ավելի դժվար, մարմինը ծանրացնել կերակուրներով, թե մարմինը թեթևացնել ու բժշկել պակով։ Ու թե ինչու ուզում եմ մեծ սրբի բառերը մեջ բերել, որ ասում է պակը հիվանդների առողջության մայրն է, մի տրտմիր եւ բժշկվելու ընթացքի մեջ ես, այսինքն մի տրտմիր, որ պակ ես պահում, որովհետեւ այս ընթացքը բժշկության ընթացքն է։ Եվ ի վերջո մարդը իրապես նյութից ուտելիքից կախված է եւ հաճախ ինչքան էլ մենք մեզ ուժեղ կարծենք իբրև քրիստոնյաներ, հաճախ տկարանում ենք Եսավի նման եւ մի ափսե ուտելիքի փոխարեն պատրաստ ենք վաճառել մեր անդրանիկությունը, այսինքն շատ ավելի կարեւորը փորձում ենք փոխարինել ուտելիքով, ու հա թե ինչու հայրերը մեզ հիշեցնում են, որ մարդը միայն հացով չէ, որ ապրում է, այլ ամեն խոսքով, որ դուրս է գալիս Տիրոջ բերանից, եւ սա ինքնին մեջբերում էր, որ մեր Տերն ու Փրկիչը Հիսուս Քրիստոս ասաց։ Եվ հետաքրքիր մի միտք կա, ասում է մարդը ամենից երջանիկը դրախտում էր, եւ դրախտում ոչ միս էին ուտում, ոչ էլ գինի էին խմում։ Բայց արի ու տես, որ մարդկային երջանկությունը ոչ միս ուտելու մեջ է, ոչ էլ գինի խմելու մեջ է, այլ Աստծո ներկայության մեջ է, որը մենք տեսնում ենք, որ կատարվեց դրախտում։ Եվ ընդհանրապես կյանքում մեծագույն ամենից կարևոր հարցերին առաջանալու կամ դիմագրավելու համար կամ մոտենալու համար պակ է պետք։ Դրա լավագույն օրինակը մենք Մովսեսին ենք տեսնում։ Եվ որ Մովսեսը պիտի Աստծո հետ խոսեր, որը դրանից ավելի կարևոր բան չկա աշխարհում, Մովսեսը 40 օր պակ պահեց, որ ոչ միայն ինքը պահեց, այլ նաև պատվիրեց բոլոր իսրայելացիներին պակ պահել։ Եվ երբ որ Մովսեսը Աստծո ներկայության մեջ էր 40 օր, ինքը վայելում էր Աստծո օրհնությունը, այնպես ինչպես որ Ադամն ու Եվան էին վայելում, մինչդեռ այն մարդիկ, ովքեր որ պիտի պակ պահեին, ներքևում քեֆ ուրախություն են անում եւ ոսկե ցուլն էին ձուլում։ Եվ ահա թե ինչ եղավ, երբ որ Մովսեսը իջավ, տեսավ պակ պահած օրնված մեկը, իջավ ու տեսավ պղծության մեջ գտնվող ժողովրդին։ Այսինքն ժողովուրդը պակ չպահեց եւ պատժվեց, իսկ Մովսեսը պակը պահեց եւ կյանքի ամենակարևոր հանգրվանին հասավ, այն էլ Աստծուն տեսնել, Աստծո հետ շփվել եւ ի վերջո նաեւ 10 պատվիրանները բերել։ Մեզանից յուրաքանչյուրն էլ իր կյանքում կարծում եմ ունի այդ կարևորագույն հանգրվանի, ուրեմն դեպքը, անհրաժեշտությունը եւ իրապես եթե պակ ենք պահում, հասնում ենք այդ կարևորագույնին։ Իսկ քրիստոնյայի համար ամենակարևորագույնը զատիկն է, Սուրբ Հարությունն է։ Սուրբ Հարությունից ավելի կարևոր օր չկա, ու դրա համար է, որ մենք պակ ենք պահում, որպեսզի Աստծուն տեսնենք, այնպես ինչպես որ Մովսեսը տեսավ, եւ Աստծով լցված, լուսավորված լույսով շարունակենք մեր կյանքը։ Եվ նաեւ հայրերը հետաքրքիր երկու միտք են ասում են, պակը նաեւ այնքան զորեղ է, որ առյուծների ատամները չկարողացան կծել։ Ի նկատի ունեն Դանիելին, որ պակ պահեց եւ առյուծները չմոտացան։ Կամ ասում է 3 մանուկները, ովքեր որ կրակի մեջ էին, բայց կրակը նրանց չմոտեցավ, որովհետև նույնպես պակ էին պահում, եւ հայրերը այլաբանության մեջ սա ասում են իրականում առյուծ այն չարն է, որ մենք առաջի Պետրոս 5-ում ենք ընթերցում,
թե ինչպես ասում է Սուրբ Պետրոս Առաքյալը, առյուծի պես չարը շրջում է մեր շուրջը, որպեսզի մեզ հոշոտի, բայց եթե պահքի մեջ ենք, անկարող է լինելու, իսկ կրակները այդ հալածող մեղքերն են, որոնք նույնպես մեզ մաշեցնում են, եւ ասում են, եթե մենք իրապես պահքի մեջ ենք, ուրեմն նույնպես անկարելի է, որ չարը մեզ հալածի եւ մաշեցնի։ Բայց այս դեպքում գալիս է հիմնական հարցադրումը, լավ, ինչ անել պահքին եւ ինչ չանել պահքին։ Եվ այս հարցադրումը, որ գեղեցիկ ու ճիշտ է, ինքը Աստված է պատասխանում, երբ որ մենք Եսայի մարգարեության 58-ի մեջ ենք ընթերցում, ու որ մեր աղոթքների եւ մեր հայրերի մեջ սա շատ է մեկնվում։ Սկզբից Աստված ասում է ինչ չանել պահքի ժամանակ, եւ հետո ասում է ինչ անել պահքի ժամանակ, եւ հուսով եմ, որ Աստծո այս խոսքը Աստծո Սուրբ տաճարի մեջ այսօր շատ ավելի կարձագանքի մեր սրտերում հետեւյալն է միտքը, ասում է Աստված է ասում է ուժգին կանչիր եւ մի խնայիր շեփորի պես բարձրացու ձայնդ, պատմիր իմ ժողովրդին իր մեղքերի եւ Հակոբի տանը իր անօրենությունների մասին։ Նրանք ասում են, այդ ինչպես է, որ մենք ծոմ պահեցինք եւ դու չտեսար, զրկանքների ենթարկվեցինք մեզ եւ դու չիմացար։ Արձեր ծոմապահության օրերին ձեր ցանկություններն եք կատարում եւ կսկից պատճառում բոլոր նրանց, ովքեր ենթակա են ձեզ։ Հակառակության եւ կռիվների մեջ եք պահում եւ բռնցքահարում տկարին։ Իսկ իմ ինչին է պետք այդպիսի ծոմապահության օրը։ Դուք պիտի գաք բողոքեք ինձ եւ ես պիտի չլսեմ ձեզ։ Այդպիսի ծոմապահությունը չէ, որ ես ընտրեցի եւ ոչ էլ այնպիսի օրը, երբ մի մարդ իր անձն է տանջում։ Եթե պարանոցդ կորացնես, օղակի նման ու տակդ քուրձ ու մոխիր տարածես, այդ էլ սակայն չեմ համարի ծոմ եւ ընդունելի օր, այդպիսի ծոմապահությունը չէ, որ ես ընտրեցի, ասում է Տերը։ Եվ հիմա ասում է, թե ինչ անենք պատքի շրջանում, ասում է, քանդիր անիրավության հանգույցը, խորտակիր քո վաճառականական խարդախություններն ու բռնությունները, ներիր ու արձակիր նեղյալներին եւ պատռիր բոլոր անիրավ մարտաբուրհակները, քաղցածներին բաժանիր քո հացը եւ անօթևան աղքատներին տար քո տունը։ Եթե մեկ մարդ տեսնես, հագցրու նրան, բայց քո ընտանիքի զավակին մի անտեսիր։ Այն ժամանակ այգաբացի պես պիտի ծավալվի քո լույսը եւ արագորեն պիտի հասնի քո ապաքինումը։ Քո առջևից պիտի ընթանա քո արդարությունը եւ Աստծո փառքը պիտի պահպանի քեզ։ Այն ժամանակ պիտի կանչես եւ Աստված պիտի լսի քեզ։ Մինչև դու խոսես, նա պիտի ասի, թե ահա հասել եմ։ Եթե դու քո մեջ հեռացնես խարդախությունը, ձեռնձգությունն ու տրտունջի խոսքերը, քո հացը հոժար սրտով քաղցածներին տաս եւ չքավոր մարդկանց կշտացնես, այն ժամանակ խավարի մեջ կծակի քո լույսը, քո խավարը կվերածվի միջօրեի։ Քո Աստված ամեն ժամ քեզ հետ կլինի, քո անձը ցանկության հագեցում կստանա եւ քո ոսկորները կլիանան ու կլինեն ինչպես ջրարփի պարտեզ, ինչպես աղբյուր, որից ջուրը չի պակասի։ Ահա թե ինչ էր ասում Աստված, թե ինչ է մեզանից ակնկալում պահքի ժամանակ։ Իսկ ինչու նաև այս խնդիրն ունենք մարմնի ու հոգու, այս մասին մեր հայրերն են խոսում, այս դեպքում արդեն Սուրբ Գրիգոր Աթևացին, որ իր հանրահայտ աղոթագրքի մեջ, ավելի ճառերի գրքի մեջ ասում է, որ մարդը այնպես է ապրում, որ կարծես այլևս հոգի գոյություն չունի։ Ամբողջությամբ անտեսում ենք հոգին մի ամբողջ տարի։ Եվ ահա թե ինչու սա շատ կարևոր է, որ հասկանանք, թե ինչքան պետք է այդ բալանսը վերականգնել ու պատահական չի, որ նախորդ կիրակին մենք խոսեցինք տնտեսի կիրակեր, բայց վստահ եմ, երբ որ սարկավակն ընթերցեց, տեսանք, որ ոչ միայն տնտեսի առակը կար այնտեղ, այլ նաև կար Աղքատ Ղազարոսի առակը, եւ այստեղ եկեղեցու հայրերը, մանավանդ Սուրբ Հովան Ոսկեբերանը, որ 4-5-րդ դարերում է ապրել, հրաշալի բացատրություն են տալիս, ասելով, որ այս մեծահարուստը, որը անունը չի տալիս Ավետարանը Ղուկաս 16-րդ գլխում, ասում է անուն չուներ, որովհետև պահք չէր պահում, որովհետև ցոփ ու շվայտ կյանքով էր ապրում, որովհետև ուրախության ու բեհեզների մեջ էր եւ չէր նկատում Աստծուց իրեն տրված բժշկության միակ միջոցը Աղքատ Ղազարոսին, որ իր առջևն էր կանգնած եւ ամեն անգամ իրենից ուտելիք էր ակնկալում։ Եվ ասում ես զգուշ լինենք նման մարդ լինելուց, որովհետև հաճախ մեր բժշկությունն ու փրկությունը մեր աչքերի առջևն է, մեր դռան դիմացն է։ Սակայն մենք պիտի հասկանանք, որ եթե պահք չպահեցինք, եթե ժուժկալությամբ չբավարարվեցինք ու ճոխությամբ ու շվայտությամբ ապրեցինք,
ապա այդ մեծահարուստի նման միգուցե մենք էլ կրակներում տապակվենք։ Եվ հրաշալի մի միտք էր ասում էր, եթե աղքատի մեջ Քրիստոսին չես տեսնում, Սուրբ Սկիհի մեջ էլ Քրիստոսին չես տեսնելու, որ իրապես շատ հրաշալի միտք է ու մեզանից շատերին մտածելու առիթ է տալիս։ Ու այս մարմնի ու հոգու կռիվը մեր մյուս մեծ Սուրբը, Սուրբ Գրիգոր Նարեկացին էր գեղեցիկ մեկնում մի նախադասությամբ իր ամենաառաջի աղոթքի մեջ, երբ որ ասում էր հետաքրքիր էր բառերը չար ու բարի խորհուրդներ զինված սուր ու սուսերով բախվում են ընդդեմ իրարու դարձյալ եւ ինձ գերի են դարձնում այս պատերազմի։ Ուրեմն յուրաքանչյուր մարդուս մեջ մարմնի ու հոգու կռիվ կա, ինչպես որ մեծ սրբեջն են ասում։ Եվ որպեսզի այդ կռիվը մենք հաղթենք, Աստծո հաղթենք, Սուրբ Պողոս առաքյալը Աստվածաշունչ Մատյանը մեզ բանալին է տալիս եւ ուզում եմ սա ընթերցել, որ Գաղատացիս 5-ի մեջ է առաքյալը ասում եմ ձեզ, հոգով ընթացեք եւ մարմնի ցանկությունը մի կատարեք, քանի որ մարմինը հոգուն հակառակ է ցանկանում, իսկ հոգին մարմնին հակառակ։ Եվ մեջ է բերում մարմնի կրքերն ու ցանկությունները եւ դրանից հետո մեջ է բերում հոգու պտուղը, որը հետեւյալն է։ Ես անդադար սրա մասին եւ ինքս ինձ եմ հիշեցնում եւ նաեւ նրանց, ովքեր որ գալիս են մեր դասընթացների, որ հետեւյալն է, մեկն է պտուղը, բայց բաղկացած է 9 մասից, ասում է հետեւյալն է հոգու պտուղը. սեր, խնդություն, խաղաղություն, համբերություն, քաղցրություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն։ Եվ փաստորեն ամբողջ պահքի ընթացքում մենք պիտի փորձենք այս պտուղը ջրել։ Այս 9 մասից բաղկացած պտուղը պիտի փորձենք ջրել, որպեսզի պտուղը ինքը աճի, որպեսզի պտուղը ինքը ուտելու հասունանա։ Եվ ուրեմն որոնք էին, նորից եմ ուզում հիշեցնել, առաջինը սերն է, հետո ուրախությունն է ներքին, խնդություն, հետո խաղաղություն, հետո համբերություն, հետո քաղցրություն դիմացինի նկատմամբ, հետո բարություն, հետո հավատարմություն, հետո հեզություն եւ վերջում ժուժկալություն, այսինքն քչով բավարարվել, որը նաեւ պահքի խորհուրդն է, քչով բավարարվել, ճոխություններից եւ առատությունից հեռանալ։ Եվ փաստորեն առաջի մարդը այդ քչով չբավարարվեց եւ հեռացավ դրախտից, եւ այսօր մեր հայրերը մեզ նորից հրահանգ կամ կոչ են հղում ասելով եկեք պահք պահենք, որպեսզի վերադառնանք այն պարտեզը, որից մենք արտաքսվեցինք։ Ուրեմն հասել ենք միջինքին եւ ճանապարհի կեսն է, ինչպես որ հայրերի աղոթքները տեսանք, Տեր հայրը գեղեցիկ ներկայացրեց եւ մեզանից շատերը թերևս արդեն թուլացել են։ Շատերը թերևս արդեն մտածում են, որ այս տարի պահք չպահեցի, ուշացա, մյուս տարի կպահեմ։ Ոմանք հիմնականում կենտրոնացել են ուտելիքի վրա եւ ավելի շատ են ուտելիքի մասին մտածում պահքի ժամանակ, քան պահքից առաջ կամ հետո։ Եկեք հասկանանք, որ սա չի, եւ եթե թուլացել ենք, զորանանք։ Եթե միջև պահքի միջինքը պահք չենք պահել, ուշ չի, հիմիկվանից, այսօրվանից սկսենք պահք պահել։ Իսկ եթե մեզ թվում էր, թե պահքը միայն ուտելիքն է, ուրեմն հիշենք Մարգարեի խոսքերը Եսայի 58-ը, մեկ անգամ եւս բացենք ու կարդանք ու հիշենք, որ մենք կոչված ենք հոգին բարձրացնելու եւ հոգու պտուղը ջրելու եւ հասունացնելու եւ դեռևս ուշ չի։ Իսկ այսօրվայի նպատակը ինչն է եւ պատահական չի, որ այսօր մենք արևագալի ժամերգության ժամանակ այսքան արևի մասին խոսեցինք եւ արևն ինքնին նաեւ անշուշտ մեր հայրերի նկատի ունեն արդարության արեգակին, ով մեր Տերն ու Փրկիչն է Հիսուս Քրիստոս, որովհետեւ այսօրվա ծրագիրը, որ քիչ հետո պիտի գնանք եւ միասնաբար ամբողջնենք խոնար, ժուժկալ ձևով պատրաստված ուտելիքը, արև երեխաներին է ուղղված, այսինքն Down սինդրոմի հիվանդություն ունեցող երեխաներին հետաքրքիր է, որ մենք նորից էլի գեղեցիկ բառ ենք ընտրել արև, որովհետև այս երեխաները ինչքան էլ հիվանդ լինեն, իրենք իրենցից լույս են շողարցակում, իրենք իրենցից Աստծո ներկայության ու պայծառության լույսն ունեն եւ իրենք մեր օգնության կարիքն ունեն։ Ու փաստորեն պահքի շրջանում լավագույն առիթ է այն, ինչի մասին որ մի փոքրիկ փորձեցի 15 րոպեվա ընթացքում խոսել, մենք ի գործ դնենք, այսինքն փորձենք այդ կարիքավորին ու հիվանդին օգտակար լինենք, որովհետև այդ հիվանդն ու կարիքավորը մեր զավակն է, որը մեր բոլորի սերն ու ջերմությունն ունի։ Ուրեմն այս իսկ կապակցությամբ մեկ անգամ եւս շնորհակալ եմ եւ խրախուսում ու խնդրում եմ բոլորին, որ ներկա լինենք նաեւ քիչ հետո մեզ հրամցված ճաշին, որի ամբողջ հասույթը
պիտի գնա արև երեխաներին եւ նաեւ ուզում եմ վերջի բառերով Սուրբ Բարսեղ մեծի բառերով փակել, որ ասում էր պահքով վճարիր Աստծուն։ Մենք վճարելիք ունենք Աստծուն եւ մեծ Սուրբն ասում էր պահքով վճարիր Աստծուն։ Տերը թող օրհնի բոլորիս ընտանիքներ եւ բոլորիս հետ լինի։ Շնորհակալ եմ։